Սկսում եք դուք, սկսում է Լիանան։ Լիանան։ Երազել եմ, որպեսզի հայրիկիս մատանին ինձ հետ խոսի։ Այդ մատանին իր մատի վրա էր լինում, երբ որ դու փորձում ես զրուցել այդ մատանին։ Իրա մատին էր լինում ու խոսի, այսինքն մտնենք բանակցությունների մեջ մատանի հետ։ Մատանի մեջ նստած մարդու հետ, իրականում դա Սպարտակն էր։ Ստրուքս, գլադիատոր Սպարտակը։ Գլադիատոր Սպարտակն էր, այո։ Ու ինքին բոլոր երազանքները իրականացնում էր։ Ինձ թվում է, երբ որ ես գնում էի իր այդ բանակցությունը, ինքը սկսում էր ինձ հետ տենց բանակցությունների մեջ մտնել։ Դու հասկանում ես, որ հիմա հաղթում ես ամենից ամենատարօրինակ երազանքը։ Բայց իրականությունն է դա։ Այդ ժամանակ պապայդ մատին էր, պապայդ մատին էր, ցես մոտենում էր ձեռքին, սենց ես երազում եմ ունենալ տիկնիկ։ Կներես կարող եք պրակտիկապես անել, էլի ես մատանի ունենք, բայց շփվի հետը։ Չէ, մի վարքան, մատի վրա էր ինքը գալիս։ Մատի վրա է։ Հա, գալիս։ Պատկերացա Սպարտակը ստեղ է։ Հա, ու տես Ահա գալիս ես չի Սպարտակը։ Չէ, մատի վրա գալիս ես, ասում ես ես երազում եմ տիկնիկ, մատին։ Բնականաբար, բա ո՞նց։ Հարցածային, ասում ես ես ուզում եմ տիկնիկ ու ինչ էր կատարվում մատանիի հետ։ Ինքը սկսում էր արդեն հետս բանակցությունների մեջ մտնել, եթե ինձ լավ էի պահում։ Ում ձայնով։ Իսկ ես սովորաբար ինձ լավ էի պահում։ Ասում էր օրինակ կլինի տիկնիկ։ Հա։ Իսկ եթե օրինակ պապատ այդ ընթացքում ձեռքը շարժում էր կլինի։ Չէ։ Որ ծաղրում է Սպարտակի թուրը ընկնում էր ձեռք։ Չէ։ Բանակցությունները պապայից թե միջոցով էին տեղի ունենում։ Բայց եղելա ձեռքը լիքը սենց ալի, Սպարտակի գլուխը պատտվի հետ տասպաս։ Մատը սենց, մատի մեջ կտրորելով։ Չէ, երեկոյան ես արդեն գիտեի այտենց, երբ որ արդեն ամեն ինչ հանգիստ խաղաղ պապան նստում էր, ասենք խոսքի հեռուստացույցեր նայում կամ բան, արդեն Սպարտակն էլ կարար դուրս գար բանակցությունների։ Պապայի տանը Սպարտակ, հա։ Իսկ հետ եղելա, որ Սպարտակի քնի ժամին խոսացած։ Չէ, դե ես հատուկ բրդեսնում էի տարը։ Դες գասես փոքր աջալ վրել Սպարտակի վերթմելը բացես, մի մատը սենց արում։ Չէ, ձերը, պապայի ձերը։ Իրականում իրա ձեռն է սենց մեծ է։ Ահա մեծ է։ Լիաննա, սպանեց։ Շնորհակալություն Լիաննա, դու կարող ես հանգստանալ հիմա, թեթևացի։ Լսենք գորի երազանքը։ Երազել եմ ունենալ Արման Բարդումյանի կազաչոկներից։ Բոլորս հիշում ենք, չէ՞ այդ կազաչոկները։ Չէ, բայց ես ասեմ կարգին կազաչոկներ Շատ էին։ իդեպ ես ասեմ Այդ թվերի։ Բայց դրանից հետոյի 10 տարում այդքան չէ։ Դու երբ ես երազել ունենալ, երբ որ ակտուալ էր, թե երբ որ արդեն չէ։ Ու կներես երկրորդ հարցն էլ երկուսին կպատասխանես, այդ կազաչոկներից, թե այդ կազաչոկները։ Երբ որ ակտուալ էր, բայց երբ որ ունեցա արդեն ակտուալ չէր։ Ունեցել ես, Հա, ունենալ որն է, ես առաջի անգամ որ Հենց Արման Բարդումյանին է։ Հա, հենց էդի։ Էդի է։ Հենց Իրանը, միակամից Արմանն է մեջն է։ Երբ որ ես այդ ծապոկները առաջի անգամ հագա, ընեց խնդալու էր, ոնց որ սուրքիդ լաստ հագած է։ Շատ տձև էր։ մատի թակած։ Բայց մեջս տպավորվել էր Արմանի մի հատ կլիպ ուներ։ Թափարապայ Կլիպում սենց որ պատակոնիկին ինքը նստած է մի ոտը վերև, գիտարը ձեռը։ Գիտարը աֆեկտիվ է, կարող է դահոր լինել, որտեվ չի նվագում ինքը լավ չէ։ Գիտակից կերնի։ Քաշ է տալի հետ։ Որ չգողանան։ Որ չգող, ուրիշի գիտար։ Ուրիշի գիտար։ Իմիջիայից ասեմ ոտքը վերև չեղը, ներքև աղը, կոշիկն է վերև։ Հա, ոչ չէ։ Համոզված եմ, որ շատ մարդիկ են ունեցել այդ երազանքը այդ թվերին։ Ունենալ։ Սենց ցեփերով բան տակից բանը։ Ցեպերով։ Ես նույնիսկ ասեի Արման Բարդումյանը, որ իր парքի գագաթնակետին էր, մենք 6-ս ուր էինք։ Անկեղծ։ Հա։ Ուր էինք դու օրինակ այդ օրը։ Ես միշտ երազել եմ Դու մի օրը ոնց ես եղել։ Համել երազել եմ որ Ես համել երազել եմ դառնամ Արմանի Սանիկը։ Այդ մի օր է, բայց Ավաշտով։ Եկեք մի հատ ողջուն ենք Արման Բարդումյանին։ Գարվանջան ողջույն։ Այդ մի օր։ Ողջունում ենք Արման Բարդումյանին։ Այո։ Շատ հնարավոր է մեր մոտ հյուրել լինի նաև։ Այո։ Փապկա այդ սապոգները։
Օ, էդի սապոկները կասկածելի հյուր են գալու։ Սապոկները մյուս ուրույն է, ինքնա Չէ, Ինչ է կարծում, երազանքները ճիշտ են ընկել թե չէ։ այո։ Հաստատ։ Ճիշտ են ընկել։ Այո։ Միանշանակ ճիշտ են ընկել։ բայց կարևորը շատ հաճելի է։ Գորը երազում էր Արման Բարդումյանի կազաչոկները, իսկ Լիաննան գլադիատոր Սպարտակի բանավեճի բռնվեց։